Ողջույն սիրելի բարեկամներ, մեր այսօրվա թեման է Joyce Carol Oates-ի վեպը, որը կոչվում է Կոնտրակերի ավերակները։ Այս ոչ երկար, գուցե ժանրով վիպակ հիշեցնող վեպը տեղ է գտել այս ժողովածուում, որի վերնագիրը 999 է, հավանաբար շուռ տված 666-ը։ Եվ այդ անվանումից արդեն կարելի է կռահել, որ խոսքը բավականին մռայլ միստիկայի մասին է։ Այստեղ զետեղված են հայտնի ամերիկացի գրողների միստիկ թրիլլերի ժանրի գործերը, բնականաբար Սթիվեն Քինգի գլխավորությամբ։ Օթսը այսօր էլ շարունակում է ստեղծագործել, չնայած այդ կինը հիմա 88 տարեկան է, իսկ Կոնտրակերի ավերակները վեպը նա գրել է 2009 թվականին։ Եթե կարճ ձևակերպենք, թե ինչի մասին է այդ ստեղծագործությունը, ապա կարելի է ասել դեմքը կորցնելու բառից բուն եւ փոխաբերական իմաստներով։ Կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավորը արդարադատության հետ գործարքի է գնում, ցուցմունքներ է տալիս իր ընկերների դեմ, այդպիսով իմունիտետ է ստանում եւ ընտանիքով, կնոջ եւ 5 երեխաների հետ նա տեղափոխվում է իր պապու տասնամյակներ առաջ լքված առանձնատունը, որի անունն է Cross Hill, այսինքն խաչի բլուր։ Ենթադրում եմ, որ այդ անունը պատահաբար չի ընտրված, գուցե խորհրդանշում է տառապանքը, խաչ կրելը, նաև լքվածությունը։ Եթե այդ ուղղությամբ մեր երևակայությունը էլի շարժենք, ապա պատահական չէ նաև այդ տունը հիմնած մարդու անունը Մոզես, այսինքն Մովսես, բիբլիական որոշակի զուգահեռներով։ Այն, որ ընտանիքի հայրը Ռոդրիկ Մեյթոնը, նախկին դատավորը, ոչ թե նախանձի ու անարդարության զոհ է, ինչպես որ նա իրավիճակը ներկայացնում է իր ընտանիքին, այլ իրական հանցագործ է, որը գործարքի շնորհիվ է ազատություն ստացել, այդ մասին երեխաները, ավելի ճիշտ սկզբից նրանցից ավագը Սթիվենը, իմանում են վեպի ամենավերջում։ Ի դեպ, պատմությունը շարադրվում է առաջին դեմքի հոգնակի թվով։ Մենք երեխաներս, մեր մայրիկը, մեր հայրիկը, բայց երբեք ոչ եզակի թվով։ Այդպիսով պարզ չի, թե երեխաներից ում անունից է այդ պատմությունը շարադրված, այդ իրադարձությունները ում անունից են ներկայացված։ Պատմության ընթացքում երեխաները տառապում են, նախ եւ առաջ այն պատճառով, որ իրենց շուրջը ամեն ինչ քայքայվում է, պղտորվում է, էրոզիայի է ենթարկվում, եւ տունը, եւ կահույքը, եւ երեխաների բերած հեծանիվները, եւ բոլոր մնացած իրերը, բայց ոչ միայն իրերը, նաեւ ծնողները, որոնք վերջում պարզվում է դադարում են ծնող եւ ընդհանրապես մարդ լինելուց, նրանք աստիճանաբար ջնջվում են, ինչպես մատիտով գրված, ինչ որ գրվածքն է ջնջվում, այդ փոխաբերությունը կա նաեւ գրքում։ Հայրը անհետանում է, մայրը դառնում է տիկնիկ։ Բոլոր այդ ամբողջ վեպի ընթացքում նրանք ավելի եւ ավելի քիչ են ուշադրություն դարձնում արտաքին աշխարհին։ Սկզբից նրանք շատ խիստ սահմանափակումներ են դնում երեխաների վրա։ Ոչ միտեղ մի գնացեք, ոչ մեկի հետ մի շփվեք, բայց ընթացքում հետզհետե անտարբեր են դառնում ամեն ինչի նկատմամբ։ Այսպես ասած, անեանում են։ Ժամանակն էլ ծնողները եւ երեխաները տարբեր ձևով են անցալում, տարբեր ձևով է անցնում այդ ժամանակը։ Երեխաներից երկուսը փորձում են վերականգնել իրենց հեծանիվները եւ դուրս գալ մայրուղի, ինչը բնականաբար նրանց արգելված էր։ Ծնողները համոզված են, որ երեխաները բացակայում են 8 ժամ, բայց իրականում կամ տվյալ դեպքում իրականում բառը փոքր-ինչ անտեղի է։ Երեխաների ընկալմամբ, այսպես ասենք, բացակայությունը տվել է մի ժամից պակաս։ Վեպում կա առեղծվածային եւ բոլոր իմաստներով միստիկ մի կերպար, որն անվանում են ոմն առանց դեմքի։ Այդ կերպարը ի հայտ է գալիս 3 անգամ։ Առաջին անգամ տղաներից մեկի
գրեմի ուրեմն մատուցմամբ նա առանց այդ էլ գրեմը կտրված էր իրականությունից ժամանակի մեծ մասն անցկացնում էր ինչպես վեպում է ասված կիբեր տարածության մեջ այն ժամանակ 2009 թվականին դեռ սոցցանցերը զարգացած չէին բայց խաղերը եւ վիրտուալ շփումները արդեն իսկ զբաղեցնում էին շատ ուժեղ ձևով զբաղեցնում էին դեռահասների ուշադրությունը առաջին անգամ գրեմը այդ առեղծվածային էակին պարզապես տեսնում է երկրորդ անգամ ոմն առանց դեմքին հարձակվում է գրեմի վրա եւ այդ տղան անհետանում է երրորդ անգամ Ստիվենին մեծ եղբորը հաջողվում է այդ հրեշին սպանել կամ ամենայն դեպս վիրավորել վեպի գործողության զուգահեռ այդ գործողության ընթացքում մամուլում տագնապալի լուրեր են տարածվում որ ինչ որ մեկը հարձակվում է պատանի աղջիկների եւ երեխաների պատանի աղջիկների եւ տղաների վրա եւ հոշոտում է նրանց ոչ այն է արջը ոչ այն է ինչ որ խելագար կամ մոլագար արդյոք հեղինակը ակնարկում է որ դա անում է հենց ոմն առանց դեմքի կերպարը դրա պատասխանը այդպես էլ չի տրվում մի հետաքրքիր մանրամասն որը հարստացնում է մարդ առանց դեմքի այդ թեման գրեմը գրադարանում ծանոթանում է Մոզես Մեյթոնի այսինքն իր մեծ պապու գործունեությանը նա իմանում է որ Մոզեսը տեքստիլ արտադրության խոշոր սեփականատեր էր եւ անխնա շահագործում էր կանանց եւ երեխաներին նրանց աշխատանքը 1911 թվականին Մոզեսի ֆաբրիկաներից մեկում հրդեհ էր բռնկվել եւ գրեմը տեսնում է մի քանի տասնյակ զոհերի լուսանկարները դրանք մարմիններ են առանց դեմքի ով էր այդ մարդը կամ էակը որը դեմք չուներ գուցե նա նախկին դատավոր Ռոդերիկ Մեյթոնի ինչ որ ռեինկարնացիան էր այդ հարցը ուղիղ պատասխան չի ստանում իմ զուտ ընթերցողական վարկածով դա մարդկանց բացասական էներգիան է այդ մեղքերի ֆիզիկական մարմնավորումն է այսպես ասած տեսանելի աստրալ մարմինը չէ որ մենք բոլորս երբ մեղք ենք գործում մեծ հաշվով մենք կորցնում ենք մեր դեմքը լավ մնացեք